Սիրում։ Քանը ոնց է։ Մատիլդա։ Ուռում եք դուք։ Գողջան, ուռում եմ բանակում մի քանի անգամ։ Բայց ինչու։ Սիրում եմ, երբ որ մակուրացա կանտե խմած, որ խմածը ագրեսիվ է։ Այնտեղ Ուրացը դες տավարի պես նստում է, էլի նա հանգստացած։ բանը նարկոմանիայի մասին չեն խոսացել։ Այդ շներքը չունեմ։ Ասում եմ, Օրինակ կարաս ասես։ բուլդուրի կերած, բուլդուրի կերած։ Այդ է շատ լավ։ Բերանս բաներեք։ Խոսում է, խոսում է։ Եթե դուք սիրում եք համեղ ուտել եւ համեղ պատրաստել, ապա այս հաղորդումը հենց ձեզ համար է։ Սա համեղ պատառ Օլդ Էջմիածին ռեստորանում հաղորդաշարն է, ես Դավիթ Շեկոյանն եմ եւ մենք այսօր պատրաստելու ենք շատ համեղ ուտեստներ ձեզ համար եւ այստեղ հրավիրեմ մեր շեֆ խոհարար Արթուր Հակոբյանի, որի հետ կսկսենք պատրաստել այսօրվա մեր համեղ կերակուրը, որը կիմանաք քիչ հետո։ Արթուր ջան, որպեսզի այսօրվա մեր նկարահանումները հետաքրքիր անցնեն, այստեղ հրավիրենք մեր սիրելի տաղանդավոր դերասան Սերգեյ Դանիելյանին։ Պարոն Դանիելյան ջան, շատ ուրախ ենք այսօր ձեր մասնակցության համար մեր գեղեցիկ հաղորդաշարը անչափ, ամպիչափ։ Մեր գեղեցիկ հաղորդմանը, որը կոչվում է Համեղ պատառ Օլդ Էջմիածին ռեստորանում, Արթուրը հանդիսանում է Օլդ Էջմիածին ռեստորանի շեֆ խոհարարը, որ այսօր պատրաստել է շատ գեղեցիկ, շատ համեղ, գեղեցիկ նկատի ունեմ ախորժելի։ Ինձ կանչել եք խելացնելու համար, հա։ Ձեզ կանչել ենք, հրավիրել ենք այսօր այստեղ, որպեսզի Ուրեմն սոված եմ ասենք, ինքը մինչև պատրաստել, իսկ մի հեռել։ չեք հասցնի, որտեղ փորձելու ենք շատ արագ կազմակերպել եւ պատրաստելու ենք Արթուրը պատրաստել է, մենք փորձելու ենք եւ մեր անկեղծ գնահատականն ենք ասելու, համեղ է պատրաստել Արթուրը, արդյոք թե ոչ։ Լավ։ Իսկ դուք սիրում եք պատրաստել։ Այո։ Սկսեցինք։ Ես ունեցել եմ անգամ բան, հաղորդաշար եմ ունեցել խոհարարական, ով որ իմ YouTube-յան ալիքի հետևորդն է, այո, կարող եք հիշել, մի սեզոն ամբողջ գնաց, շատ լավ բաներ ենք պատրաստում, Սարի թատրոնում ենք խաղացել, պատրաստել, իմ տանն ենք պատրաստել։ Ինչ եք պատրաստում, ամենաշատ ինչ եք սիրում պատրաստել։ Ես ամեն ինչ սիրում եմ։ Հիմա ինտերնետում ինչ ասես կա, ինչ կարաս սարքես, հա։ Իսկ խմիչքի հետ ոնց է, պարոն Դանիելյան։ Սիրում եք ուտելուց օրինակ խմել ուղի, գինի։ Չէ, առաջ շատ էի խմում։ Ինչ աստիճան շատ, չափը ասել։ Մեծ աստիճան, կարող եմ մի շիշ խմել։ Միայնակ։ Չէ, միայնակ աննորմալ չեմ մենակ ասեմ մի շիշ խմել, հիվանդ չեմ, չէ։ Բայց ընդհանուր առմամբ ասենք մի շիշ կարող եք խմել։ Հիմա դժտեղը չի ձգում, չի քաշում, չի որ վատեմ զգումից կամ կարող է տարիքի գործոնը կա թե։ Չգիտեմ ինչի գործոնն է, այդ որ իմանանք ասեմ։ Կզանգեմ, հայ համար ուտում եմ Դավիթ ջան։ Հա, իհարկե։ Ուղղակի ոնց որ ասում եմ, ես իմը խմե պրծել եմ իրեն արդեն։ Լրացել է արդեն։ Արդեն sense, հա։ Մեկ կոնյակ եմ խմում։ Հա։ Հա, ու մի գաղտնիք կա, ես չեմ կարող քիչ խմել։ Կամ դրա համար շատ կամ ոչ։ ամեն չեմ կարող։ Ես միջ որ մի բան անեմ շատ անեմ։ Մինչև արախի տակը չտեսնեմ չեմ հանգստանա։ Իսկ հիմա չեմ կարող ամբողջ օրը խմել։ Ու ներվայնանում եմ որ մինչև չփրծա։ Ու այդ առավոտ արդեն տեսեմ արանդել այսքան մնացել եմ թե քեմ երեսի, այսքան մնացել չէի կարող հետ խմել։ Դայղաս ինչ ապա դու տես տղա ես։ Դրա համար ասեմ ավելի լավ չխմեմ։ Շնորհակալություն։ Պարոն Դանիելյան, ուրեմն Արթուրը այսօր պատրաստելու է, ինչ ես պատրաստելու Արթուր ջան, ուրեմն պատրաստելու ենք գարան մատեր։ Գարան մատերը, խոզի օրգանիկ փափուկ, ունենալու ենք տավարի օրգանիկ փափուկ։ Եվ սա հավա է թե չեմ Հավի կրծքամիս։ Անպայման, սա հավի խորոված ենք սարքելու։ Կրծքամիսն է դա Արթուր ջան, թե։ Ինձ թվում է հա։ Չէ, էսի հավի բդի մասից վերցրած է։ Ինքը օրգանիկ հավեր է, հենց բդի մասից ինքը շատ համով։ Մենք հայերը սիրում ենք պատրաստել ոսկորով հավի բուդը, չէ՞, անցկացնում ենք շշով եւ դնում ենք կրակին։ Ինչի համար օրինակ ձեր մոտ այս տեսակով եք պատրաստում։ Նայ Դավիթ ջան, ուրեմն հավի բուդը ինչքան էլ խորոված անես, ինքը մեջը արուն է թողում։
ինքը երակները մնում է մեջի միշտ տեսել եք սև արունը մնում է։ Իսկ ես անջատում եմ փափուկ մասը վերցնում եմ, այն ջելերը ինձ պետք չի, որ մաքուր Մաքուր ալդես հումուտ ես, Դավիթ։ անպայման։ Փորձենք։ Դե պաչի դիտել։ Փորձենք։ Շատ է, Վարդուր ջան, դու հիմա ինչ ես անելու, ինչ ես բաստումա պետքա դրես, համեմ ես ավելի շատ։ Անպայման, ես հիմա միսը կհամեմ եմ, որ պատրաստենք խորոված, Դավիթ ջան, դու կարող եք ավանդական մի հատ հայկական սալատ պատրաստենք։ Սիրով, ես եւ պարոն Դանիելյանը Ես արդեն սկսել եմ։ Okay։ Կարողա չմնամ։ Պարոն Դանիելյան, մի գաղտնիք ասեմ ձեզ, Արտուրը շատ սիրում է վերվարածները նայել։ Հիմա ինչքան էլ ուզենակ խուսափեք այդ հարցից, Չեմ խուսափում։ չուզենա։ Արտուրը շատ է սիրում վերվարածները եւ իր ամենասիրած կերպարները դե բնականաբար բոլոր գլխավոր հերոսներ են, հանձինս մեծ մամեի։ Մի հարց հիմա պարոն Դանիելյանին։ Պարոն Դանիելյան, հիշում եք մեծ մամեի անունը վերվարածներ սերիալում։ Մատիլդա։ Այո, ես ասի մոռացած կրնեք, բայց չգիտեմ, հիշում եմ։ Արտուր, որն է քո սիրած արտահայտությունը, որ անում էր մեծ մամեն վերվարածներս։ Մեծ մամը մեծ մասը քֆուրներ ա կրել։ Պարկես տղա ես, մի էլի իզուր դեմ։ Բայց շատ լավ բառեր կա, որ Չէ, շատ լավ բառեր կա։ Ջիգյարը տուտեմ։ Ջիգյարը տուտեմ։ Այսօր մենք ուտելու ենք Արտուրի պատրաստած ջիգարով խորովածը, պարոն Դանիելյան։ Շատ ուրախ եմ։ Դե սկսեցինք, կարող ենք արդեն Okay։ մեր թանկ խմեք։ Հա։ Սիրում։ Ես եմ հյուրասիրում հայկական ավանդական թանը պատրաստված սառույցով շնորհակալություն սա տանք Արտուրին, որպեսզի զովանա ընթացքում Արտուրը։ Շատ մերսի Դավիթ ջան։ Շնորհակալություն սա ինձ եւ ձեզ։ Հետո ընթացքում արդեն գինովնանք, որովհետեւ Անպայման։ համեղ խորովածից հետո պետք է միանշանակ ունենալ գինի։ Պարոն Դանիելյան, եկեք երկու բառ խոսենք ձեր Սարի թատրոնից։ Հա, եկեք։ Դա ես գիտեմ, որ ձեզ համար միշտ հաճելի թեմա է, դրա համար միշտ ուզում եմ խոսենք Սարի թատրոնից։ Ինչ խոսենք, ես Ներկայացումներից սա եբ դուրս կգա, այս հաղորդումը, բայց շատ շուտով։ Հուլիսին արդեն Սարի թատրոնը բաց կլինի եւ շատ ու շատ մարդ ստեղից է Լոս Անջելեսից է գրում, այլ որ հասնում է Երևան, անպայման պետք է մեր Սարի թատրոնում Այցելի։ մի հատ Երևա, այո, ձեզ տեն հենց, այո։ Հիմա Սարի թատրոնը ինչև այս հաղորդումը նկարում ենք, դեռ քանդած վիճակում է, որովհետեւ այս տարի շատ ուժեղ ձուն եկավ եւ քանդեց թատրոնը, բայց իմ հանդիսատեսը Այո, բրավո։ այո, հավաքեց փող եւ դեռ շարունակվում է։ Այնպես որ դուք եք կարող եք ուղարկել։ Այո, կարող եք դուք էլ մտնել էջերից մեջ կա QR կոդը GoFundMe-ին այնտեղ հավաքում եմ եւ անչափ շնորհակալ եմ բոլորին, ով որ ինձ օգնեց գումարով։ Ես հիմա որ գնամ, արդեն կսկսեմ շինարարությունը, երբ որ հաղորդումը դուրս գա, արդեն ասվածքը արդեն պատրաստ լինի։ Արդեն պատրաստ լինի։ Եվ բոլորս կվայելենք, բոլորս գնանք այնտեղ կա հյուրասիրություն, ինչպես միշտ, սենց ես էլ տենց հացով մարդել էլի։ Այո, ուտող խմող։ Այո, հյուրասիրություն կա, բացի համերգից, բացի ներկայացումներից, բացի ստենդափներից։ Պարոն Դանիելյան, Սպասում եմ։ ինձ համար միշտ հետաքրքիր է, որովհետև տեսեք, ասում եք շնորհակալություն հանդիսատեսին, որ այդքան գումար են վարկել։ Ձեր հանդիսատեսի մեջ ձեր մեկնաբանությունները նայելով, հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ձեզ մեղմ ասած չեն սիրում։ Կան մարդիկ, ովքեր կոպիտ ասած սիրում են։ Դե նայ, ես նախ ոչ մեկի խոսք չեմ տվել, որ պիտի բոլորին դուր գամ։ Այո։ Այո, երջանիկ կյանք ոչ մեկի չեմ խոսացել, այո։ Եվ արել եմ ինչ որ ես ուզում եմ միշտ։ Բնականաբար կլինեն մարդիկ, ում դուրը չի գա ինչ որ ես անում եմ։ Դա իրենց անձնական խնդիրն է։ Եվ ես միշտ ունեցել եմ քիչ քանակի հանդիսատես, ես երբեք մեծ զալեր չեմ լցրել։ Չեմ ուզել մեծ զալեր, չեմ ցանկացել եւ չեմ էլ կարող։ Այդպես չի որ ասենք ես կարող եմ արել,
Չէ, չեմ կարող, որովհետև այդքան քանակի մարդ չի լինի, որոնք որ կուզենան լսեն ինչ որ ես ասում եմ։ Այո։ Եվ դրա համար հարգելով իրենց կարծիքը, անգամ են հայոյանքները որ տալիս են ինձ։ Այո, ես էլ ուզում, ինչպես եք վերաբերվում այդ մեկտաբանությունը։ Նորմալ են վերաբերվում, ամեն մեկը իր մակարդակին է խոսում, ասենք։ Հասկանում եմ, բայց կան նաև այն տեսակի խոսակցություններ, որը որ կապ չունի ձեզ հետ։ Բացարձակ կապ չունի, ես ճանաչում եմ ձեզ անձամբ, պատիվ ունեմ, շփվելու նաև, ձեզ իմ բարեկամը կոչելու։ Նո Կարդալով մեկտաբանած պատկերացնում որ կապ չունի։ Այն տեսակի, որ ասում են օրինակի համար դուք 7 հատ երեխա ունեք, դուք ձեր աղջիկը միլիոնատեր է։ Ես գիտեմ, որ դուք աղջիկ չունեք, այսինքն ոնց կարող է մարդ ունենա աղջիկ, բայց աղջիկ լինի միլիոնատեր։ Բացի այդ որ ակնհայտ հիմարությունը դա հա, բայց շատերի մոտ կարծիքա ստեղծել որ ես հարբեցող եմ, ես ընտանիք չունեմ, ես ուռում եմ, գողջան ուռել եմ բանակում մի քանի անգամ։ Հա, Ֆրանսիայում երբ որ բաների էի հյուրախաղերի էի երկար ժամանակ մի ամիս այնտեղ վարսել էինք եւ պատվալում անում էինք համր ներկայացումներ։ Իսկ դա պարտադիր էր այդ ժամանակ։ Հա։ Այդ ժամանակ երի փորձել եմ մի քանի անգամ ուռեմ, բայց դա իմը չի, ասենք ես եկան որ ծախողել չեմ առանձնապես, չեմ կարող ուռել։ Լավ, ինձ մի վերագրեք որ ես ուռող եմ։ Ուռողները նորմալ են վերաբերվում։ Ես ավելի շատ սիրում եմ, երբ որ մարդ ուռած է, քան թե խմած, որովհետև խմածը ագրեսիվ է։ Ուռածը դա տավարի պես նստում է, էլի, նա հանգիստ ասենք։ Դոբրի է, էլի։ Հետաքրքիր է, հա։ Խմող, այտենց հարբեցող չեմ եղել երբեք։ Իսկ առիթից առիթ։ Առիթ, հա, բայց որ խմել եմ, լավ եմ խմել, շատ եմ խմել։ Հա, հասկացա։ Այդպես։ Ինչ վերաբերում է ամուսնացած եմ, թե չի, այո, բազմիցս ամուսնացել եմ, հեչիպես մի 3 անգամ։ Ունեմ այո, տարբեր երեխաներ, բոլոր երեխաներին տիրություն եմ անում, սիրում եմ, այո։ Այո, ինչպես բոլոր կանանց, ովքեր որ եղել են մոտս, էլի ընկերական են, նորմալ։ Այսինքն ես կոնֆլիկտային մարդ չեմ։ Այո։ Այդպես։ Ես մոտավորապես պատկերացնում եմ եւ այսօր էլ կհամոզվեք, որ պարոն Դանիելյանը կոնֆլիկտային չի ընդհանրապես։ Արտուր ջան, տակս չորելնի, կուշտ լինեմ։ Որս կուշտ լինի։ Եվ դուք ճիշտ տեղում եք, որովհետեւ սա համեղ պատար Old Age-Միածին ռեստորան հաղորդաշարն է եւ Old Age-Միածին ռեստորանը գտնվում է 6915 Foothill Boulevard, Թահանգա քաղաք, այս հրաշալի վայրը գյուղական Շիտեմ շատ հետաքրքիր եւ սիրված վայր բոլոր հայերի համար։ Եթե դուք չեք այցելել դեռ այստեղ, խնդրում ենք այցելել եւ փորձել այս համեղ կերակուրները, որոնք պատրաստում ենք այստեղ։ Պարոն Դանիելյան, ձեզ դուր եկավ հա, Old Age-Միածին ռեստորան։ դուր եկավ, շատ լավ տենց տակուկ տեղ է։ Ես Հայաստանում եմ զգում, Հայաստանում եմ զգում։ Միակ բանը որ հայկական չի, դա այս դանակներն են։ Ճապոնական է։ Ճապոնականը շատ լավ դանակներ է, ժողովուրդ։ Ես մի շատ լավ հանդիսատես ունեմ, Հովիկ Արմն, ստեղ է ապրում։ Այո։ Ֆուտուլի վրա է ապրում։ Եվ մենք այդպես ենք ծանոթացել, երբ որ ես խոհարարական ծրագիր եմ արել։ Ինքը ինձ մի բան ստացա։ Մեծ մի հատ այն ծանրոց ստացա։ Հովիկի կողմից։ Չէի ճանաչում դեռ, բացեմ տեսնեմ դանակներ, բոլոր ամբողջ սպասքը, թանգանոց, շատ լավ, բրավո։ Այո։ Եվ վերջ հենց այդքանը։ Գրեցի որ շատ շնորհակալություն, հերոսատեսություն, բանով էլ ծրագրով ասեցի որ շատ լավ է, հետո մի քանի անգամ ծրագրում ասեցի որ սա էս դարակ Հովիկն է ուղարկել, էս Պլավկամեջ Հովիկն է ուղարկել։ Վերջ։ Հետո մի անգամ եկա Ամերիկա, մարդ զանգեցի։ Դա Հայաստանում էր տեղի։ Դա Հայաստանում էր, այո։ Հասկացա։ Հետո մարդ զանգեց ինձ, հետո բայ ես Հովիկն եմ, վայ, հիմա շատ լավ ընկերներ ենք։ Շատ լավ։ Այո, երևի ամուսնուց հետո էլ գնամ իր մոտ։ Եվ հիմա գյուղի տան, որտեղ որ նկարանում էր գնում ամբողջ սպասքը, կարելի ասել, խոհարարական սպասքը, Հովիկի ուղարկածն է։ Բրավո։ Այսինքն ես միշտ իմ հանդիսատեսս միշտ գոհ եմ եղել, ինքը իմ հանդիսատեսը միշտ այնքան սեր ու ջերմություն եմ զգացել իրանց իզամ, դրա համար այն մի մասան որ կա որ էլի հանդիսատեսը սա բայց չի ընդունում ինձ։ Ես հետաքրքիր է ինչի համար եք նայում, եթե չեք սիրում կամ։ Հա, ասենք, այդ ինչ ապօրինություն ես ասում։ Օրինակ եթե հիմա Դավիթը սկսի ինձ բادرացել որի դուր չգա,
Խալը դից քանեմ գեթամ դուր։ Չէ, խնդրում եմ։ Չեմ ստիպի ասեմ, ինչ ես դու սենց խոսում կամն։ Չէ, Դավիթի ասած եմ շատ հաճելի է եւ հետարքիր։ Այո։ Պարոն Դանիելյան, Այո։ հիմա հարցնենք Արտուր ինչ է անում, սենց համեղ պատրաստում է։ Ես ճիշտ ասած ես զգում եմ, կռահում եմ։ Ես էլ եմ Բաստում ադամ Դավիթ ինչ պիտի անի։ Բայց ինչպես է բաստումը դնում։ Մեր հերոստատիտողը մեզ դիտողները իմանան քանակությունը, չափը, ոնց անեն, ինչ անեն, որ համեղ լինի Արտուր ջան։ Դավիթ ջան, ուրեմն Գիտենք որ գիտես, ասա թող մեզ դիտողներն էլ իմանան։ Ուրեմն մենք ինչ ենք անում, աղ, սև բիբար, կարմիր Սա բիբար, գարի մատել է, չէ՞։ անպայման։ Եվ Հայաստանից վերած ցիտրոնով համեմում ենք, սա աղ բիբարով։ Ոչ մի ուրիշ բան չկա, ինչ ունենք այստեղա, սև կարմիր բիբար, աղ եւ ցիտրոն։ Կարա մի բան ավելացնեմ ես ուղղակի, եթե ես սխալ չեմ։ Իհարկե չէ։ Այս խոզը եւ տավարը բաստուրում եք դրեմ, երևում է որ, բայց սա եթե չեմ սխալվում, գառը հենց գրակին դնելու ժամանակ մի քիչ աղու բիբարը սանը ուվեր, դա բաստուրումա չես դնում։ Ես սխալվում եմ։ Եթե նայեք, պարոն Դանիելյան, եթե ելնումա թարմ նոր մորթած գար, Ահա, շատ լավ է տենց։ հա, բայց նոր որտացի չէ, հա։ Այս Ամերիկայում գիտեք, մենակ Հայաստանում կարաս։ Նոր մորտացի։ Հա, նոր մորթած։ Զելանդիայից միջև եկի հասելացնե։ Հա, այա, Բայց շատ որակով եւ Պարզ է, ես դե գառը շատ եմ սիրում։ փորձեք անպայման։ Ճիշտ ասած, խոզը այնքան էլ ինձ դուր չի, Հայաստանի խոզը ավելի համով է ինձ համար։ Պարոն Դանիելյան, նայեք։ Այսօր ես հեղափոխես։ Դեմ ասեմ, այս ինչ համով խոզել է։ Չէ, նայեք, 10 քանի տեսակի խոզ ունեն այսօր կամպանիաները, որ վերում են մսերը։ Պետք է իմանաս որը վերցնես։ Մենք սա փորձել ենք, գիտենք, այս է մեր խոզը, որ պատրաստենք, խորոված անենք, մի հատ կուտեք կտենակ, ոնց որ Հայաստանի Դիլիջանի խոզի միս։ Լավ։ Սկծում ես ու гնում ես Դիլիջան։ Ինքը Գիտի Դիլիջան։ Այո։ У нас в Дилиджане кухню открываешь простой кран, вода течет, второе место занимает Արտուր ջան։ Անպայման Դավիթ ջան, ոչ չէ։ Ոչ չէ։ Պարոն Դանիելյան, խնդրում եմ դուք այս գեղեցիկ պոմիդորը մասնատեք աղցանի համար, ներես ասած կտրտեք սալատ սարքեք, Պոմիդորը ջարդեք։ կոդրեք։ Եվ ես առաջարկում եմ վերցնենք մեր գինու բաժակները եւ խմենք ավանդական բարով տեսանք այստեղ միասին համաձայն եք հարգելի Արտուր եւ Անպայման Դավիթ հարգելի պարոն Դանիելյան։ Այո, համաձայն։ Շնորհակալություն, որ չեք մեր Ընդհանրապես ես մաղալի մոտ եմ միշտ խմում եւ մինչեւ արդեն նստում ենք սեղան, արդեն կուշտ ու խմած գերած ենք գնում։ Ես վստահ եմ, որ մաղալի մոտ եք խմենք, որտեվ մաղալը այդքան հեռու չէ մեզանից։ Սա ձեզ, սա ինձ, սա պարոն Դանիելյանին։ Իսկ պարոն Դանիելյան, խորովածի հետ ինչ եք նախընտրում խմել, օղի, գինի։ Ես միշտ օղի էի խմում խորովածի հետ։ Հիմա պատկերացրու իհարկե վայրենություն է դա իմ կողմից, բայց ես կոնյակ էլ կարամ խմեմ խորովածի հետ։ Մի քիչ, այո։ Չնայած ասում եք կոնյակ քաղցի հետ խմում բանը, պարզ է, դա համաձայն եմ։ Ես գիտեմ։ Բայց ես այդպես էլ եմ փորձել, որ ասեմ համով չի սխալ կլինի, սուտ կլինի։ Դե փորձենք խմենք այս գինին։ Պարոն Դանիելյան, ոնց է մի բան ասեք խմենք, էլի բարով տեսանքի Ես երբեք կենաց չեմ ասում։ Այդ շնորհքը չունեմ։ Ասում եմ, վերջ։ Լավ, ես ասեմ, Դու ասա Դավիթ ջան։ բարով տեսանք, պարոն Դանիելյան, հարգելի Արտուր, օրիգինալ կենաց։ Կյանքում չի։ հարգելի Կյանքում չի լսել այս կենաց։ Հələ դավայ, հələ։ Ես չեմ ասում։ Այդ համար կենաց չեմ ասում, որը բոլոր կենացները խմված են։ Մեր բոլորի համար, մենք բոլորս ինենք առողջ եւ երջանիկ եւ Մեկ գիտես ամենակարևորը սիրենք միմյանց։ որ ասում են ասում են Դավիթ ջան կենաց, բայց բոլորը կենաց, բոլորը կենաց, քո կենացը, բոլորը կենացը ո՞րն է։ Դուք կենաց չեք ունի։ Չէ, ընդհանրապես դες խասյատկա, չէ, որ ամաչմուզը բոլորի կենաց է, դե ուզում ես առես 10 գլխի հիշում։ Բոլորը չէ, քո կենացը, քո խի բոլորի կենացը, քո մարդու չեմ զրում, խի դիա կենացը խմեմ։ Այո։ Լավ, գնացինք Դավիթ ջան։ Բարով տեսանք։ Բարով տեսանք։
Պարոն Դանիելյան, դուք սոխ կտրելուց լացում եք։ Բերանս բաներեք է։ Սեղանի վրա չեմ ուսում ասեմ։ Չէ։ Ուղղակի հարցնում եմ։ Սոխ կտրելուց, մենք ես սոխ կտրելուց առաջ եմ լացում։ Լացում թե ինչու։ Հնչի։ Որովհետև արդեն գիտեմ, որ լացելու եմ, արդեն լացած գալիս է։ Լսի Դավիթ, սա որ արեցի արդեն դրեմ է։ Բայց մի Հասկացա, բայց արդեն ընդ է։ Այո, հավաքենք այստեղ։ Էքսպերիմենտալնի աղցան ենք պատրաստում։ Արտուր ջան, դու էլ մեր պատրաստած աղցան եք ուտես։ Անպայման Դավիթ Ասես քո անպայման։ կարծիքա, տես մենք Հասարակ ամառային սալատա էքսպերիմենտալնի էքսկլյուզիվ։ Ամենահամով սալատը դա է, պարոն։ Հայես բան չասի, բայց դա էքսպերիմենտը ո՞րն է։ Արտուր ջան, պարոն Դանիելյանի շատ հետաքրքիր է, ուրիշ ինչ համեղ կերակուրներ եք պատրաստում Օլդ Էջմիածին ռեստորանում, որպեսզի ինչ ինչ առիթներ եք նշում այստեղ։ Դավիթ ջան, ուրեմն նշում ենք ամեն օրվա ռեստորանը, ունենք երկու հատ բանկետնի հոլ, զալ, Այո։ հայերեն ասած, սրահ, անպայման։ Երկու սրահ ունենք, 80 օքանոց ունենք, 60 օքանոց ունենք։ Նշում ենք առիթներ, ծնունդներ, կնունքներ, տարբեր առիթներ, էլի։ Օրինակ պարոն Դանիելյանը առիթ ունի այստեղ անելու, ասում է ուզում եմ մի ինենց կերակուր, որը դուք չունեք ձեր մենյուի մեջ։ Ինչ եք անում այդ դեպքում։ Խնդիր չի։ Պարոն Դանիելյանին ասում եք գնացեք ուրիշ ռեստորան։ Եթե հայկական ուտելիք է, մեր հայկականն է, տեղում կպատրաստենք։ Մեր փոխորները շատ պրոֆեսիոնալնի Այո, պրոֆեսիոնալ խոհարարները եւ ցանկացած փորձ ունեցող մարդիկ են, եթե вообще խնդիր չի դա։ իսկ մենյուն Քրչիկ սարքում է քրչիկ։ Մենք չենք սարքում, բայց որ պետք է լինի Սարքենք, դա խնդիր չի։ շատ համեղ թան ունենք, խնդրում եմ փորձեք։ Սպասի, գործի ես դրեք կդրում եմ մի խանգարի։ Չի խանգարում։ Պարոն Դանիելյան, ձեր սիրած կերակուրը երբևէ որ միշտ կուտեք նույնիսկ կուշ ժամանակ։ Գրեչկա։ Լուրջ եմ ասում։ Գրեշկա, Միշտ կարամ ուտեմ։ Ես Միշտ։ էլ եմ շատ սիրեմ, բայց գրեշկեն տուշոնկով եմ ճիշտ ասած ես սիրեմ։ Ես էլ եմ։ Չէ, ու գրեչկեն ու շոկով ես ամեն ինչով եմ ուտում իրան։ Այսինքն ես կարող եմ ամեն դու տեսած կլես էլի ես։ Այո։ Հա։ Դրա համար ուրախ։ Այսինքն դա մի բան է, որ ասենք միշտ կարելի է ուտել, այսինքն տես չի որ հատուկ առիթ հապետ դրա համար, էլի։ Ձու եմ, ասենք ձու ամեն օր կարամ ուտեմ։ Եվ գրեչկա։ Հավի, լորի ես ինչ իմանամ, էլ ինչի ձու կա։ Ջայլամի ձու օրինակ։ Չեմ փորձել գիտես, համով է, մեր շեֆ խորհուրդը կիմանա ջայլամի ձու կերին եք։ Այո, Համով է։ շատ համով է։ Ինչով է տարբերվում հավի ձվից։ Հավի ձու ջայլամ։ Իր համով տարբերվում է ինքը։ Պարոն Դանիելյան, համով էլ է տարբերվում, ինքը շատ մեծ Հոտով էլ է տարբերվում։ Չէ, հոտով չի տարբերվում, ինքը մեծ Բանա խիտ է, կալորիան։ Անպայման խիտ է, լավ պամիդորով ձված եղալ, շատ լավ։ Վաու, եթե չեք փորձել, Չեմ փորձել։ ջայլամի ձվով պամիդորով ձված։ Ստե վաճառում են, ընդհանրապես կա։ Ես գիտեմ, որ Լոս կա։ Անջելեսում կա։ Այո, այո։ Կա, խանութներ կա։ Չեմ տեսել։ Երևանում կա, սիթիներում, բաներում կա ազգում։ Պարոն Դանիելյան, ինձ եւ հատկապես Արտուրին հետաքրքիր է այն հարցը, որ եթե վերվարացներ հեռուստասերիալում չնկարահանվեիք մեծ մամիի դերում, որ դեր եք ուզեիք խաղալ։ Ինձ թվում է գրոտեսկային դերերից յուրաքանչյուրը խաղայի Աշոտ Էդիգարյանի դերը, Փայլակի, խաղայի Սեպու Ապիկյանի դերը, Չպլի։ Հա։ Արբի դերը խաղայի Արտուր Ակոպյանի։ Որը որ գրոտեսկի մեջ է խաղայի։ Բայց ավելի շատ տենց ձեզ որ մտածում եք կստացվի, այսինքն խաղալ ես։ Այդ դիրեկտ կստացվի։ Երևի թե բացի Փայլակից, որտեվ այտենց այլանդակ խաղալու համար ասա պետք է տենց լես բայց իրական ընդհանրապես տես չի էլի ընդհանրապես կապ չունի հետ իր այդ կապ չունի էլի բացարձակ ովքեր ճանաչում են ովքեր շփվում են բացարձակ կապ չունի Աշոտ Էդիգարյանը Փայլակի կարող է եսի կարողանա եթե իրավունք ստացվել է տենց ասենք այլանդակություն ստանալ միգուցե ես է ստանայի մեծ մամենն է որ հրաշալի ես չգիտեմ որևէ մեկը կարող է տենց խաղալ բայց նայեք
մեծ տատիկի դերը ու հաշվենք ջեմիկի կերպարը կնոջ եւ էլի կնոջ դերեր եք խաղացել տեն շատ կնոջ բան։ Միգուցե Անթարամի դերը փորձեիք։ Անթարամը գրոտեսկի մեջ չի, անետարքիր կներ ինձ համար։ Հա, Այո։ ինչ առումով։ Գրոտեսկի մեջ չի, ինչ առումով։ Այսինքն գրոտեսկի մեջ։ Գրոտեսկի երբ որ ասենք ինքը դեմարի հանգիստ կերպար է, էլ ուզում եք ասեք, ոչ մի գրոտեսկն է, որ իրականությունից կտրված է դեպի ավելի չափազանցություն։ Դա կոչվում է գրոտեսկ։ Թատրոնում, հա։ Այ բոլոր այն կերպարները, որ ես ասեցի, նրանք գրոտեսկային կերպարներ են։ Անթարամին այդ գրոտեսկային կերպար չի, նա փափուկ լավ, լավ դեցա։ Պուպուշ։ Դու գիտեիր Արտուր ջան, այդ գրոտեսկային ինչ էր։ Ես չգիտեի ճիշտ ասած։ Դե մասնագիտական բան է, տերմինա։ Մասնագիտական խոսքը գրոտեսկային, ես չգիտեի։ Հա։ Քֆուշ էր ոբշ, դրան ջան։ Բա բան բան չգրեք, ամենամեծ գրոտեսկը դա, ասենք, այդ մեծ մամներ եւ բանի սեպույնը, չէ, բանին է։ Հա, ճպլի կերպար։ Ճպլը որ ոչի սենց իրի, ասենք։ Արո Դանիելը, այդ թվերին Իսկ է մերը։ քանի տարեկան էր։ Ով, Մաթիլդան թե ես։ Չէ։ Ճպելը։ Ճպլը ջայլ տղա։ Բայց ջայլ տղա է, չէ՞։ Ճպը Հայկի հասակակիցն է, Հայկ Սարատիկյանի լիպոյի Հա, հասակակիցն է։ Դե գրոտեսկը դա է, էլի հենց։ Տաղանդը հանդիսանում է դրանում, որ մարդը կարող է խաղալ տատիկի կերպար, կարող է խաղալ կնոջ կերպար, կարող է խաղալ ցանկացած կերպար։ Արտուր ջան, մեզ այս աղցանի համար վստահ եմ դու էլ կփաստես, որ հարկավոր է զիթապտղի յուղ։ Հիմա կբերենք դա։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Անպայման։ Յամ ես չգիտեմ։ Պարոն Դանիելյան, կանաչի սոխ կտրատեք, որպեսզի խորովածի վրա արդեն լցնենք, սենց որ սենց համեղ սիրուն ձևով ուտենք։ Պարոն Դանիելյան, մի անակնկալ ունենք Օլդեշմիածին ռեստորանի կողմից ձեզ։ Ուզեք ասեմ։ Դե անակնկալա, ուզում ես ասա։ Ասեմ։ Ստեղ ասեմ, դե ստեղ ասեմ։ Հարգելի պարոն Դանիելյան։ Այո։ Օլդեշմիածին ռեստորանը ձեզ Սա բիլերը փակում է, այսօր։ Էս ամսա բոլոր բիլերը փակում է։ երբ որ մեկնեք Հայաստան եւ հետ վերադառնաք արդեն Միացյալ Նահանգներ, ձեր ընտանիքի հետ կարող եք այցելել այս հրաշալի վայրը 6915 Ֆուտիլ Բուլվար, Թահանգաքաղաք, Օլդեշմիածին ռեստորան եւ ունենաք գեղեցիկ հաճելի հյուրասիրություն Օլդեշմիածին ռեստորան ձեր ընտանիքի հետ, իհարկե ձեր կնոջ եւ որդու հետ միասին։ Բայց ես ու կնիկս շատ ենք ուտում, հա։ Խնդիր չկա, Արտուր ասա Արտուր։ Խնդիր չկա, Մտի Արտուր։ խնդիր չունեք։ Հարց չկա։ Համեցեք։ Շատ շնորհակալություն, շատ լավ Բացի այսօրվա անակնկալ։ հյուրասիրությունից նայ։ Մենք մի 3 օր սով կպայենք, Ծոմ։ լվացումներ կանենք, ծոմ պարենք, բայց որ լավ վնաս տանք, էլի ասենք մի $700 ուտենք։ Պարոն Դանիելյան, ուզում եք 3000-ի, խնդիր չկա։ Խոսում է։ Շատ լավ, շատ շնորհակալություն հյուրասիրության Դա համար։ իմացեք։ Ես ախորժակ կպայեմ Երևանում։ Ձեր մտքում ունեցեք այդ ամեն Ուղղակի ինչը։ 3-4 ամիս ասելու է, չգիտեմ քիհիշեք թե չէ։ Հայաստանից գալ լավ սոված կլինեք արդեն։ Այստեղ հաճ չեմ ուտի, գանցեք գպստենք լավ։ Հրաշալի է։ Տեսնում եք ինչ հրաշալի վայր է Օլդեշմիածին։ Այո, մի փոքր էլ արեք, որովհետև Զանցանեմ, հա, սամիթ էլ արեք։ Սամիթ էլ անենք։ Ու ինչն է հետաքրքիր։ Ինչն է հետաքրքիր, որ սա չեք կտրել։ Վաու, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Զիթապտղի յուղը եկավ մեր տաղավար։ Սալաթի մեջ ես սիրում եմ ռեհանը, որտեվ ձեր սիրած կանաչին որն է, պարոն։ Ես կարամ ասեմ չսիրածը, կոտեմն ու բողկը։ Բող, այս բողկը։ Հա։ Բող չեմ սիրում, կոտեմ չեմ սիրում։ Ես կոտեմը անունով գիտեմ, բայց տեսքով չեմ հիշում։ Տենց ես իմ կանաչի, բայց չեմ սիրում, դա երբեք չեմ։ Ու հապտե ուտում եմ, բայց դե տենց բոլոր կարա ամենասիրած իրագի ռեհանն է, որ միշտ բոլոր ճաշերի մեջ կարամ օգտագործեմ։ Շատ լավ, շատ համ։ Ես հիմա առաջարկում եմ մի հատ հաց, պանիր եւ ռեհան ուտենք։ Մինչև սովածություններս, քաղցներս մի փոքր բարելավելու համար Արտուր պատրաստես արդեն խորովածը։ Ամենուկները
սախ տեղին ոնց պետք է չափերով սախ մսին տված է, վարշը բռնած է։ Արտուր ջան, խնդրում եմ, ոնց անենք, Լսնեմ սա։ աղի չլինի։ Աղի չլինի։ Այո։ Աղքի չարա։ Նա սպասեք թող պարոն, մի հատ պարոն Դանիելյան տեսնենք, Z-ը ինչպես է։ Վաու։ Չէ, երևում է պարոն Դանիելյան, որ խոհարարական ձիրք ունեք։ Yeah։ Ձիրքի չեմ։ Կեցում մեջ։ Okay։ Արտուր ջան, խնդրում ենք աղը անես մեր սալաթի, քանի որ քո ձեռքերը արդեն աղոտ են նաև։ Լավ։ Ես չգիտես չեմ սիրում։ Նա ինչն է խնդիրը։ Աղի չեմ սիրում։ Այմա խոհարարը կասի հաստատ։ Ավելացնել աղը կարելի է հետո։ Բայց պակասացնելը բարդ է։ Շատ դժվար է պատասխանել։ Արտուր ջան, իսկ ինչ չափաբաժնով ես համեմում աղը, սև բիբարը, կարմիրը, որ ավելի շատ, որ ավելի Աչքա չափով։ Չէ, Աշկա չափով։ Չաբաբի մեջ օրինակ շատ չափով էր պատրաստում 150 գրամ կիլոյին, չէ՞, ճիշտ եմ, թե 15 գրամ։ Չէ, 15 գրամ աղ ենք ավելացնում, 5 գրամ սև բիբար, քաբաբը Դավիթ ջան, անպայման պետք է չափով։ Աշկա չափով չես տանա ոչ։ Հա, որպեսզի չթափվի Իսկ նայ, չէ՞։ խորովածը արդեն պետք է աշկա չափով։ Տենաս ինչքան յուղ ունի վրան, դե յուղը որ հալվում է գնում է խորովա կրակի վրան։ Հա։ Ինքը հետը տանում է այդ աղը ինչ որ կա։ Դու պետք է տենաս ինչքան յուղ ունի միսը, իսկ դրա արդեն աշկա չափով քո անցած ճանապարհով պետք է Հասկացանք։ Դավիթ ջան, Քթի ծակով, էլի։ Հա, անպայման, պարոն Դանիելյան։ Ես ասեմ մարմնի վրա ամենակարևոր ծակը այս սրանք են, քթի ծակերն է։ Ես Այդ համաձայն մնացած ծակերը կարան չլինեն մի քանի օր կամ մի քանի ժամ կամ մի քանի անգամ ծակը կարա մի ամիս չլինի, կարա շուտես։ Հա, բայց այս 6 րոպեից ավել մարդ չի ապրում։ Դրա համար է դες կոմենտներ են գրում, պարոն։ Քթի ծակ ունեցեք, քթի ծակ։ Կարևոր է։ Եկեք։ Բայց սխալ բան չեմ ասում։ Մինչև դու անես, ես մի պատմություն պատմեմ պարոն Դանիելյանին։ Ապա Ուրեմն պարոն Դանիելյան, ես հաց ու պանիրը կանաչին տեսա, հիշեցի։ Մի հրաշալի պատմություն։ 1870-ական թվականներ, եթե ճիշտ եմ։ լավ է, չես ասում։ Հիշում եմ։ 1800 Մտանք Բերլին։ Չէ, կատակը մի կողմ լինում է մեծ տոնակատարություն Հայաստանում եւ հայկական մեծ տոնախմբություն, որին մասնակցում են նաև Աշուղ Ջիվանին եւ Հովանես Թումանյանը։ Հովանես Թումանյանը ոնց որ ասած կենացներ ասում, խմում են եւ տեսնում է կողքը նստած Աշուղ Ջիվանին, հացը լավաշը վերցնում է, պանիրը դնում է, կանաչին ու տես ուտում է ոնց որ ասած մեր հաց պանիր կանաչի։ Հովանես Թումանյանը Աշուղ Ջիվանին ասում է վարպետ, այդ հաց պանիր կանաչին դու ներ կուտես, էլի տես ինչ համեղ կերակուրներ կան, խորոված կա, էս կա, այն կա, մի խոսքով էլի մսային։ Ասում է ամեն ինչից էլ մի փոքր կերել եմ, ասում է հիմա բերանս կոսկե ջերեմ։ Հաց պանիր կանաչիով։ տատիս էր ասում։ Հա։ Բերանս ոսկե ջրեմ։ Եթե ունեք փոքր առիթներ ծնունդ, կնունք, նաև փոքր կազմով հարսանիք, ապա Old Age-ի ռեստորանը հենց ձեզ համար է։ Այցելեք եւ համոզվեք ինքներդ սիրելի։ Բալի ջան, ես կոմկանի ես։ Այո։ Ժորիկ ջան, դու մի կողմ։ Դե դուք էլ արա, դե չի որ սա ես պիանում։ Մոտավորապես քանի կիլո միս ունենք Արտուր ստեղ։ ակին միսա։ Աղագին չէ՞։ Մի հատ աֆրիկյան ցեղ մի օր կուտի ես։ Մաղալի չափ իշխան, հա, իսկան։ Okay, ապա։ Տեսես, չէ։ Հա, մի 6 կտոր դրեք, 7 կտոր խնդրի չի։ Շատ տեղ կան։ Ես էլ այս աղցանը մի քիչ խառնեմ։ Զեթը ոնց որ քիչ եղավ։ Այ Դավիթ, գյորը շեն տան։ Սովորում եմ։ Հա։ Նայեք ինչպիսի գեղեցիկ աղցան պատրաստեցինք ես եւ պարոն Դանիելյանը։ Վստահ ասում եմ, որ գաք ստեղ սենց շիրնելու, շատ սիրուն աղցանալու ձեզ համար։ Սա ուղղակի մենք մեզ համար ենք պատրաստելիս։
Մենք խորոված չենք ուտելու, սալատ ենք ուտելու միասին։ Նայեցով։ Ստացվում է Արտուր պարոն Դանիելյանի մոտ որպես խոհարար ինչ կարծիք ունի։ Շատ լավ։ Ստե ենք դնում։ Դրեք պարոն Դանիելյան։ Հետաքրքիր է։ Ես չէի սպասում, որ դուք այսպես կարող եք պատրաստել։ Ինչ մի դες մի բան չի սպասում։ Սա իքիբիրի է, սրանք։ Այս փուճումները։ Կանաչին լավ կտրած չի մանրացնում։ Դրանք վառ են, ժողովուրդ։ Հա, Էսի գնում եմ ինչ նստի։ Խորովածինը ասեմ մի քիչ հանգիստ կրակա ուզում, Հա, ավելի թույլ դրա։ ավելի թույլ, քեբաբը ուժեղ ա ուզում։ Հիմա արդեն պատրաստը կարող ենք Всё, կարող ենք դնել եւ եփել մեր կրակն է պատրաստ։ Տասնհինգ րոպե անց արդեն մեր խորովածի տեսականին պատրաստ է, սիրելի ընկերներ, Վերջապես ունենք հավի, տավարի, երկու տեսակի խոզի եւ գարի խորոված։ Հիմա խնդրենք պարոն Դանիելյան, որը կփորձեք Ես Փորձեք կփորձեմ գառը։ ձեր գնահատականը տվեք պարոն Դանիելյան։ Դեպքի գառից սկսենք։ կվերցնեմ խոզի երևի։ Սա չէ, թե խոզա, թե տավարը է։ Նշականն է։ Էփելա բերեք։ Բերեք էպերա։ Սա տավարի խորովածն է, չէ՞։ Ես դե գառը շատ եմ սիրում։ Տավարի, Հա, ոնց որ տավարն է։ տավարինը չեյտի խոզը, Ում, խոզի է, նման է։ Մեր յուղոտ չի համար։ Գողն շատ լավն է։ իրոք թարմ մսով ձեր աչքի առաջ արդեն պատրաստված ինքերը տեսակ եւ մաղալի վրայից ոնց ասում են կրակի վրայից նոր հանած խորովածը չի կարող ուղղակի վատը լինել, այսպես կասեք դուք, բայց իրականում շատ մեծ կապ ունի թե որտեղ են պատրաստում եւ Ով է պատրաստում։ ով է պատրաստում։ Ում եք պատրաստում։ Այո, պարոն Դանիելյանի ձեռքը կպավ այս խորովածին եւ դարձավ շատ հրաշալի համեղ խորոված, այնպես որ Չաս իմ ձեռքը ինչ։ այնպես որ այցելեք եւ փորձեք ինքներդ սիրելի ընկերներ։ Շնորհակալ ենք Արտուր ջան, իրոք շատ համեղ է ստացվել։ Շնորհակալ Դավիթ ջան, որ եկաք։ Աննորական։ Շատ լավն էր։ Էլի կգանք։ Էլի գանք։ Համեցեք։ Էլի գալու ենք։ Լավ մարդկանց համար մեր դռները միշտ բաց են, Դավիթ ջան, պարոն Դանիելյան ջան։ Հացա ուտան, հարց չկա։ Համեցեք։ Միշտ ամեն ինչ ընդունում եմ բացի սով պայելուց։ Всё։ Ես գնացի լավ եղեք Ժորժ ջան։ Քանի գնացի դարի սաղ ուտենք։ Ուտենք պարոն Դանիելյան ջան, խնդիր չկա։ Կերեք, շատ լավ։ Էլի մսերը մեր օրգանիկ են, շատ լավ մսեր են, բարձր որակի, շատ համով խորոված է։ Ժորժ ջան, կերենք բրցանք արդեն։ Մեկ ուտում ենք։ Հələ ուտում ենք։ Հա։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաջողություն։ Էլի հյուրի ես եմ ելել։
Եթե դուք սիրում եք համեղ ուտել եւ համեղ պատրաստել, ապա այս հաղորդաշարը հենց ձեզ համար է։ Այս հաղորդումը միանամ, չէ՞։ Ամեն անգամ տարբեր է բան։ Արի Արտուր ջան, կրկին ուրախ եմ քեզ տեսնել այսօրվա մեր գեղեցիկ հաղորդաշարի Որտեղից Արա այդ պատմասկրը հանել ինչքան կա նույն բանի մասի խոսքը։ Շատ եմ սիրում։ Անդամում մի ասա, որը սիրված դերասան է։ Որոշ մարդկանց կողմից սիրված։ խափեմ։ Այդ բան չկա։ Ասեմ, բայց որոշ է։ Հա։ Ես ապա Լավ, ասա եթե ես կասեմ որոշ։ Մի ասալի տաղանդավոր աղբուր տեսար, ասա սիրված, ասա всё, որ ես սիրված իմ խաղամ, տաղանդավոր, ամեն ինչ տաղանդավոր։ Ես այդպես չեմ ասում։ Ես որ տաղանդավոր չեն, ասում եմ ճանաչված։ Ասա ճանաչված, սիրված, տաղանդավոր, ասի։ Շատ թունդ մատեն։ Բարև ձեզ։ Հարգանքներս Բարև, պարոն Դանիելյան ջան, Սերգեյ Դանիելյան։ Արտուր Հակոբյան, շատ ուրախ եմ, պարոն Դանիելյան։ Դավիթ Շեկոյան։ Ներկայացան բոլորս։ Հա, ասենք, այդ ինչ ապօրինի ասանքի է։ Օրինակ եթե հիմա Դավիթը սկսի ինձ բادرացել որ դուր չգա, խալը դից քան դες հա դիթամ դու։ Չեմ ստիպի ասեմ, ինչես դու սենց խոսում կավնդեմ։ Առաջինը արամ մեր պատրաստել։ Եթե սիրում եք համեղ պատրաստել եւ համեղ ուտել, այս հաղորդաշարը ձեզ համար է։ Ես Դավիթ Շեկոյանն եմ, սա հայ Յանը քիփա, էսա։ ով աշխատի, նա ուտի։